Այսօր այֆ-ի հյուրն է միջազգային փորձագետ, քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը, պարոն Իգիթյան, շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Այս օրերին կրկին ակտիվացել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին լուրերը։ Ձեր կարծիքով սա ինչ-որ բան կփոխի, թե չէ։ Նախ պահանջը ավելի շատ նման է խնդրանքին, այլ ոչ թե պահանջին, որովհետև պահանջը խնդրում ենք հեռացեք։ Խնդրում ենք Սերժ Սարգսյան հեռացրա այդ վարչապետին կամ կառավարությանը, որովհետև պահանջը լինում է այն ժամանակ, երբ որ դա այդպես ուղղորդվում է նաև ժողովրդի, ըմբոստությամբ։ Ես հասարակության մեջ այդ պահանջը չեմ տեսնում, ես տեսնում եմ անհամաձայնություն օրինակ կուտակային թոշակի հետ կապված, գազի հետ կապված, բայց ընդհանուր այդպես հրաժարականի պահանջը չեմ տեսնում, դա արհեստական է հնչում եւ արհեստական է հնչում, երբ որ այդ հարցը այդպես պարլամենտում է քննարկվում մեծամասնության այդպես ներկայացուցիչների հետ, որոնք էլ ոչ բան չեն ներկայացնում։ Վաղը ցանկացած մեկին կբերեն վարչապետ, իրանք ուրախությամբ կողմ քվեարկեն։ Այսինքն դուք համամիտ եք պարոն Հայրիկյանի այն պնդման հետ, որ վարչապետի հրաժարականը պահանջողները անլուրջ հայտարարություններ են անում։ Մասամբ եմ համաձայն, որովհետև բոլոր դեպքերում այդ հարցը պետք է բարձրացվի, որովհետև այդ հարցի բարձրացումը ինքնին թույլ է տալիս խոսել խնդիրների մասին։ Այսինքն, եթե կարողանանք ընթացքում խոսել նաև խնդիրների մասին, այսինքն ինչու ենք պահանջում կառավարության հրաժարականը եւ հասարակությանը հասնենք այս փաստերը, ապա դա օգտակար կլինի, բայց նաև համաձայն չեմ ընդդիմության որոշ այն փաստարկներին, որտեղ այդ փաստարկները, որ ընդդիմություն ներկայացնում է, դրանք որևէ կապ չունեն քաղաքական պատասխանատվության հետ, նրանք ավելի շատ առնչվում են քրեական պատասխանատվության հետ, այսինքն նրանք ոչ թե պետք է հեռանան, այլ եթե իրոք ճիշտ է այն ինչի համար որ պահանջում է հրաժարականը, նրանք պետք է ուղղակի դատվեն եւ գնան նստեն այդ Դուք ասացիք, մեր հասարակության համար այսօր կենսաթոշակների այդ պարտադիր համակարգը շատ ավելի կարևոր է։ Դա ամենաշատն է այսօր մեր հասարակությանը հուզում։ Այն ինչն է պատճառը, որ թեկուզ մաքսային միության հետ կապված խնդրի հետ կապված մեր հասարակությունը այդքան բուռն չարձագանքեց, բայց թոշակների հետ կապված բավականին մեծ թվով ժողովուրդ է փողոց դուրս գալիս։ Իրականում իհարկե բողոքները շատ ավելի լայն են, այդպես չէ որ միայն կուտակայինից են բողոքում մարդիկ, ուղղակի այդ հարցը միավորեց եւ փողոց դուրս բերեց մարդկանց։ Շատ հաճախ մենք բողոքը կապում ենք, թե քանի հոգի են այս պահին գտնվում են փողոցում։ Իրականում դժգոհությունները բոլոր ոլորտներում, սկսած միջազգային, կարող է իհարկե ուղղակի ձևով հասարակության մեջ դուք հարցում կատարելիս չնկատեք 90%-ը օրինակ մաքսային միության դեմ, բայց եթե դուք ճիշտ բացատրեք, թե ինչ է դա նշանակում, ուր է գնում Հայաստանը, ապա ինձ թվում է բնակչության 90%-ը կլինի դեմ, կհասկանա։ Այս օրերի մաքսային միության հետ կապված բազմաթիվ հայտարարություններ են հնչել կապված Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից, մասնավորապես հայերենով չեն կարող շփվել եւ այլն, լեզվին է վերաբերում, նաեւ արտագնա աշխատանքի մեկնողներին։ Ուզում եմ ձեր կարծիքը որպես մաքսային միության, չասեմ կողմնակիցներից մեկը, ինչ եք կարծում, այս հարցն արդեն վճռված է, մենք հստակ քայլերով գնում ենք մաքսային միություն։ Գիտեք, լեզվի հարցը երևի կարևոր է, բայց ամենակարևոր խնդիրներից չէ։ Չնայած, օրինակ հենց լեզվի հարցը բերեց այն հանգամանքին, որ էներգետիկայի նախարարությունը շատ վատ բանակցություններ տարավ ռուսների հետ, եւ մենք ունեցանք այն ինչ որ ունեցանք գազի հետ կապված եւ այս 300 միլիոն պարտքի հետ կապված, ես տեղեկություններ ունեմ, որ ինձ թվում է, որ Հայաստանի պատվիրակությունը ուղղակի չէր հասկանում, թե ինչի մասին է խոսքը գնում, որովհետև հենց բանակցությունները գնում էին ռուսերեն եւ փաստաթղթերը սեղանին դրած ռուսերեն էին։ Օրինակ մեր հանրապետական կուսակցության ներկայացուցիչը վիրավորվել էր Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչի այն հայտարարությունից, որ ինչ լեզվով ենք խոսելու, եւ ասել էր ոչ թե նրան վիրավորել էր այն փաստը, որ հայերենով չպետք է խոսեն, այլ վիրավորել էր այն, որ ասում են մենք ռուսերեն չգիտենք, ասում են շատ լավ էլ գիտենք ռուսերեն։ Դուք հակառակն եք ասում։ Չէ, գիտեք ինչ, CV-ներում նաև այդ վերջի նորաթուխ գիտությունների դոկտորները գրում են, որ նրանք անգլերեն գիտեն եւ նրանք TOEFL են հանձնել, եւ այդ անգլերենի մինիմում, բայց ես իրենց անգլերենի գիտելիքների մասին գիտեմ եւ ոչ թե տեսականորեն, այլ նաեւ լսել եմ ոնց են իրանք։ Եվ ռուսերեն գիտեք ինչ, փողոցում այդպես երկու բառ իրար կպցնել, դա չի նշանակում, որ դու կարող ես պետության կողմից պետության անունից բարդ հարցի շուրջ բանակցություններ տանել։ Իսկ ինչ վերաբերում է եթե իմ կարծիքը հարցնեք, արդյոք
կոգնի հրաժարականը։ Եթե տեսականորեն վերցնենք, եթե ես բոլոր դեպքերում գտնում եմ, որ գոնե մեծ մասը այս կառավարության պետք է հրաժարվեր դուրս գար, թեկուզ արժանապատվության հետ կապված, թեկուզ այն պատճառով, որ 4 տարի համոզում էին մեզ եւ փաստարկներ են բերում, որ Եվրամիության ասոցիացիան պայմանագիրը բարենպաստ է Հայաստանի համար, չգիտեմ, թռիչք է ապահովելու, բայց մի օրում ինչ մեղք ունեն, որ Սերժ Սարգսյանը մինչ այդ իրենց հակառակն էր ասում, հետո գնաց մի օրում նա հայտարարեց։ Ցավն այստեղ է, որ մենք ունենք կառավարության անդամներ, որոնք, չգիտեմ, ծառայողի կամ կլերկի կարգավիճակով են աշխատում։ Այ իրենց ոնց որ CV-ով աշխատանքի են ընդունում եւ նրանք աշխատում են եւ կարիերա են անում, այսօր ինքը բաժնի վարիչ է, վաղը փոխնախարար է, նախարար, վարչապետ եւ այլն։ Եվ այդ քաղաքական թիմ հասկացողությունը չկա, բայց նաեւ իմ կարծիքով հրաժարական պետք է տար այդ կառավարությունը թեկուզ այն բանի համար, որ նրանք ժամանակին Սերժ Սարգսյանին չկարողացան բացատրել կամ չգիտեմ ներկայացնել փաստեր, որ մաքսային միությունը ոչ թե բարենպաստ չի Հայաստանի համար, այլ ուղղակի անհնար է։ Եվ մենք գնալով կտեսնենք այս առաջի այդ լեզվի հետ կապված հարցը փոքր անհնարին պատճառներից մեկն է, որովհետև կա նաև ավելի բարդ խնդիր, հա, մենք 20 Ասեք ամենահիմնական պատճառը ձեզ համար, ամենակարևոր հարցը, որ մենք չենք կարող մաքսային միությունում լինել։ Ամենահիմնական պատճառը այն է, որ այն կառուցվածքը, մոդելը, տնտեսական մոդելը երկրի, որը որ կառուցում էր Հայաստանը այդ 24 տարիների ընթացքում, տարբերվում է ռուսական մոդելից, եթե երկու խոսքով ասենք, ռուսական մոդելը հիմնված է, ուրեմն արտահանելու այդ ռեսուրսների, հա, նավթ, գազ եւ այլ ռեսուրսների արտահանման եւ իր սեփական արտադրողին, որը շատ ցածր տեխնոլոգիայով աշխատող արդյունաբերություն է, պաշտպանել դրսի ավելի բարձր եւ ավելի քիչ գին ունեցող ապրանքներից։ Սա էր հիմնական մոդելը Ռուսաստանի, իսկ մեր մոդելը հակառակն է։ Մենք իրականում պաշտպանում ենք մեր սպառողին, եւ մեր հիմնական ապրանքները գալիս են դրսից եւ ոչ միայն Ռուսաստանից։ Հիմա մենք փորձում ենք 24 տարվա այդ կառուցած մոդելը 3 ամսում փոխել։ Դա անհնար է։ Գիտեք ինչ, ես մի օրինակ եմ բերում շատ կարճ, օրինակ Բելարուսիայից կարելի է, գիտեմ, 2 տարվա ընթացքում սարքել Շվեյցարիա, բայց եթե դուք այսօր ուզենաք Շվեյցարիայից սարքել Բելարուս, ձեզ կամ անհնար կամ առնվազն 20 տարի ժամանակ կպահի։ Պարզ է, շնորհակալություն պարոն Իգիթյան, մեր հարցերին պատասխանելու համար իմ հյուրն էր միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը, շարունակում ենք թողարկումը։